Մոտալուտ ընտրություններ գոյություն ունեն։ Եվ ըստ էության երկրի դիմագիրը պետքա որ փոխվի կամայական ընտրություններով, եթե դա ընտրություններ են իրականում։ Այսինքն այն ամենը ինչը ապագային դեպի պետք է միտված լինի, այդ ընտրություններում պետքա տանի հաղթանակ։ Եվ ոչ թե այն ինչ որ եղել է անցյալում եւ որևէ կերպ չի արդարացրել իրեն։ Այսինքն ոչ էֆեկտիվ է եղել է բացարձակ շատ դեպքերում ուղղակի մասնագիտական հենքից զուրկ մոտեցումները եւ մենք հիմա պետք է գանք նրան, որ այլևս այդպիսի բան չկրկնվի։ Մենք դեպի ետ չենք կարող գնալ։ Մենք պետք է միտված լինենք առաջ եւ լավ պետք է պատկերացնենք, որ մեր ապագան դա հայքն է, ինչպես ասեց որ մեր պարոն Գևորգյան Աշոտը, դա հայ ժողովրդի ողջ ունեցած համաշխարհային պոտենցիալի աստիճանական մերձեցումն է, աստիճանական միասնականացումն է, բայց նորից եմ կրկնում, այդ միասնականացումը պետք է սկսվի Հայաստանից, Հայաստանի Հանրապետությունից, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է այն յուրօրինակ միջուկը, որը որպես ձգողական կենտրոն իր վրա կարող է պահել հայքը, համայն աշխարհով մեկ սփռված հայերին։ Ինչ է դա նշանակում։ Առաջին հերթին գիտություն, մշակույթ։ Իհարկե գիտությունը եւս մշակույթի մաս է, այդտեղ որևէ մեկը կասկած Դա արդեն մեգա մշակույթ է, գիտությունը եւ Չէ, դե ամեն դեպքում մարդկային պրակտիկայի բոլոր դրսևորումները մշակույթի մեջ են մտնում։ Ինչպիսին կլինեն այդ դրսևորումները, արդեն կապ չի, կլինի գիտությունը, կլինի մշակույթը, կլինի, չգիտեմ, ճարտարապետությունը, ազատ արվեստները, որը կլինի, այդ ամեն ինչը մտնում է հենց այդ մշակույթ ասացի մեջ։ Երբ որ մենք ասում ենք, մենք պետք է լավ պատկերացնենք, որ մենք շատ մեծ գործ ունենք անելու եւ գիտական կենտրոնացման տեսակետից եւ մշակութային, որովհետեւ միակ տեղը, որտեղ արտադրվում եւ վերարտադրվում է հայկական մշակույթը, Հայաստանն է։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք անգամ երգից, երաժշտությունից, այն ամենից, ինչը ոգեղեն էությունն է սնում մարդու, մենք ուզենք թե չուզենք, անդրադառնալու ենք էլի Հայաստանի Հանրապետության, որտեղ այստեղ է ստեղծվում։ Առաջ ունեցել ենք տարբեր տեղեր էլ, բայց հիմա չկա այդ ամեն ինչը։ Հիմա վերարտադրում է միայն այս մակերևույթը։ Հայաստանի Հանրապետությունն նրա միասնականությամբ, նրա ժամանակակից աշխարհի զարգացումները հաշվի առնող ալգորիթմով։ Այսինքն ես մի քիչ բարդ բան ասեցի, բայց այն ինչը որ ներկայիս աշխարհի ընթացող ապագան է, մենք դրա մեջ պետք է արտահայտվենք։ Ուրեմն միասնականության չենք հասնի, դա իլյուզիա է, համախմբման կհասնենք։ Միասնականությունը դա նշանակում է, որ ես ձեր հետ ամբողջ տերմինների խնդիր չի սա։ Ոչ, սա տերմիններ չի, դու չես կարող այն մարդուն ում տղան, որ դիրքերում, ցրտին, ցած հողի կամ ձյան վրա պարկած է, ու այն մարդուն ում տղեն նիվայա քշում ռաբիզ երաշտությունով բերես միասնականության հասցնես քաղաքում որ բանակ չի գնացել ու ռաբիզ երաշտությունով քշում այն մարդուն ում երեխեն զոհվել է ու այդ մարդուն ես նիվայի շոֆերներին վարորդներին հիմա չեմ կպնում ես ասում եմ երևույթը այդ մարդկանց դու չես կարող բերես միացնես դու կարաս համախմբես ճիշտ գաղափարի շուրջ իսկ այսօր ինչ է կատարվում ճիշտ գաղափարը չեն բերում կառավարվող ընդդիմությունները, հա, չասենք կեղծ, որովհետև նրանք կառավարվող են, նրանք կեղծ չեն։ Պետությունը դրված է մի օրակարգ, որպեսզի ամեն մեկը ձայն գողանա ինչ-որ մի նպատակի համար, որը որ վերջում ծառայելու է պետական օրակարգին։ Տեսեք Ալեն Սիմոնյանի այցը Ռուսաստան, հա, այդ հակառուս իբր, հա, ու երբ որ նրանք սոցհարցումներ են տեսնում կատարում տեսնում են, որ կա մի զանգված, կներեք զանգված եմ ասում, ժողովրդի մաս, ով որ մյուս ուժերին սատարում է միայն այն բանի համար, որ ասում է, չէ, կա մենք պետությանը չենք սիրում, բայց կտրուկ փոփոխություններին անվտանգության համակարգում համաձայն չենք, դրա համար մենք ընտրելու ենք, ասենք, այս կամ այն տեխնացուին, որը որ ռուսամետ է։ Եվ այդ 2 կամ 5%, որը որ ընտրությունների ժամանակ դեր է խաղալու, Ալեն Սիմոնյանը գնում է Մոսկվա, ցույց է տալիս, որ մենք
դա անգլերեն կոչվում է issue naturalization, հա, այսինքն ոչ թե այդ ընդդիմությանը թողում է մոնոպոլիստ այդ ռուսամետ լինելու համար, նրանք այդ նույն բանը իրանց վրա են վերցնում, որ մենք էլ ենք, այսինքն այս կեղծ գաղափարները քանի կա, այս ազգը անգլերեն doomed, հա, ոնց ասենք հայերեն, այսինքն հույս չի ունենալու, ու հենց այդ բառերով, որ նրանք ասելու են միախմբված, միավորվել, էլի դա կեղծ գաղափար է, բերելու են փաթաթեն այս ազգի վզին, թե սա կեղծ միավորվել, բայց իրականում ասում եմ, այդ միավորումը չի ստացվելու և պետությունը, եթե խոսում ենք անվտանգային գաղափարի մասին, ինչպես պարոն Գևորգյանը ասաց, մեր ամենամեծ վտանգը ձախողումը սկսել է նրանից, որ պետությունը երեխաների դաստիարակությունով չի զբաղվել, էլի ՍՍՀ-ի փլուզումից հետո թողել է ծնողների վրա։ Եվ ծնողները կան ծնողներ, որ ընդհանրապես ծնող կոչվելու իրավունք չունեն։ Տեսնում ենք այդ Գեղարքունիքի դեպքերը, երբ որ երեխային սպանել են, երեխան ունենում փողի փարոսի համար, իրենց անձնական ինչ-որ ֆինանսական հարցեր լուծելու համար։ Դա շատ մեծ դժբախտություն է էլի մեր ազգի համար, պետությունը պետք է զբաղվի երեխաների դաստիարակությամբ։ Հիմա ինչ վերաբերում է այս պետությունը ինչ պետք է աներ, ցավալին է, որ մենք ինչ-որ տարի առաջ, 2 տարի առաջ մեր պետությանն ենք ասում, մերոնք չեն անում, Ռուսաստանը ասում է, մենք ասել ենք, որ դպրոցից սկսած երեխաներին պետք է խաղերի միջոցով պատրաստել դրոնների, ԱԹՍ-ների, սկզբից ցածր դասարաններին խաղերի միջոցով, մի քիչ բարձր դասարաններին արդեն պրակտիկ, Ռուսաստանը հունվարից հետո դա մտցրել է անպայման դպրոցական ծրագրի մեջ, Ուկրաինան էլ կմտցնի, Ամերիկայի Պարսկաստանն էլ է մտցրել։ Այո, բայց առաջարկը եղել է հենց մեր կողմից, հենց իմ կողմից մի քանի տարի առաջ մեր իշխանությունները եւ ասել ենք մենք նույնիսկ խաղեր կպատրաստենք 44-օրյա պատերազմի եւ այդ խաղերը մեր երեխաները տաղանդավոր են, շատ երկրներ այդ երեխաների խաղի սցենարներից վերցնում են եւ զինվորական դոկտրինաներ են սարքում։ Այսինքն մենք ասացինք, որ նույնիսկ խաղեր կստեղծենք 44-օրյա պատերազմի իրական դրվագները այդ խաղերում կլինի եւ կտեսնենք, թե երեխաները ոնց են լուծելու այդ խնդիրները, եթե մենք դրոն ունենայինք։ Մի խոսքով չընդունվեց, Ռուսաստանը ակտիվ օգտագործում է, խաղերն էլ ստեղծել է, ռուս-ուկրաինական կոնֆլիկտ եւ հետևում են, թե այդ երեխաները այս կամ այն հարցը ոնց են լուծում։ Պատերազմը ամբողջովին փոխվել է, պատերազմը այսօր գոյություն չունի, այսօրվա այդ պատերազմը kill zone, հա, այն անգլերեն տերմին կա, kill zone, այսինքն այդ հատվածում ով ընկնում է, կոտորվում է, ամերիկացիք երեք այդ սենատորը, որը որ իբր Տրամպի դեմ է, բայց Տրամպի ռուպերն է, ասեց այս կոնֆլիկտը կանգնացնելու է կամ Պուտինի մահը կամ տամահավքները։ Հիմա տամահավքը, եթե հաշվես այսօրվա դրոնային պատերազմի մեջ, հա, ԱԹՍ-ների։ Հեռու մնացած մի բան է։ Հա, այսօր դրոնը, դու չես կարա հրետանիով, ասենք այդպիսի ճշգրիտ հարվածնել հասցնես, այսօր հետախուզական, ճշգրիտ հարվածների, մասսայական ոչնչացման, ամեն ինչ կատարում է ԱԹՍ-ն, ու մենք շատ հետ ենք մնացել, մենք Alibaba.com-ից շուն ենք առնում բերում, ցուցադրում ու վարչապետն է ասում, զենք ենք առել, ձեռներն է սենց բարձ, ասում զենք ենք, փողը հարցնում եք ինչի ենք վարկվել, զենք ենք առել, Alibaba.com-ից 600,000-անոց շնիկ են առնում, մեր ժողովրդին խաբում են, թե մենք 7 միլիարդի, թե ինչքանի զենք ենք առել, իրականում եթե այդքան զենք առածնենք, մեր զինվորները արկերի վրա պտի քնեին, էլի, իրականում ես գիտեմ ինչա նշանակում 7 միլիարդի զենքը։ Գնանք ժամանակ է այս երկիրը գնա ժամանակին ընդառաջ, նույնիսկ մենք հնարավորություն ունենք ժամանակից
ավել այս միասնությունը չի ստացվելու, էլ եմ ասում, կեղծ օրակարգ է, չի ստացվելու, համախմբում ստացվելու է, ընտրությունները դիմացնեն, ում հետ կհամախմբի, չգիտեմ, խոսքը միլիտարիզացիայի մասին չի, բայց հենց միլիտարիզացիա մեր երկրին պետք է, քանի որ մենք լուրջ, էլ եմ ասում, շահերի բախման կետում ենք գտնում։ Կար մի բլոգեր, որ մեր հաղորդումից հետո դուրս էր եկել եւ ասում էր Արտակ Սարգսյանը, ասում է, մեզ չեն թողելու 4 միլիարդ Պանամայի ջրանցքը, տեսեք, Պանամայի ջրանցքը չեմ հիշում, 14 թվականին է ստեղծվել, որ թվականին պատկանել է ամբողջությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներին միջև ասենք որ թիվը 2000 թե 90-ականների վերջ, հիմա էլ իբր քարտերը տվեց։ Քարտերը 99, հա, հիմա էլ իբր ավելի շուտ է, 89 թիվ։ Մի խոսքով, առաջ 100% Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր, հիմա իբր տվեցին Պանամային, այդ Պանամայի ջրանցքի ադմինիստրացիան աշխատավարձ ստացավ բոլորը Ամերիկայի քաղաքացիներ են, սերվիզը կատարում ամերիկան ֆիրման, ամերիկան նավերը անցնում են ոչ մի կոպեկ գումար չեն վճարում, այսքան թե ինչ կերպ է դա ոչ ամերիկական չգիտեմ։ Մի խոսքով պետք է մտածել անվտանգության մասին անպայման, ստեղծել նոր անվտանգային համակարգ, որը որ էլ եմ ասում արդեն ատոմային ռումբը այդքան էֆեկտիվ չի, ԱԹՍ-ների կիրառումը երբ պետք է կիրառվի, պետք է ՄԱԿ-ը կլինի, թե Տրամպի ստեղծած նոր կառույցը կլինի, պետք է լուրջ սանկցիաներ դրվի, թե այդ զենքը երբ կարող է կիրառվի, որովհետև դաժան զենք է դառնում, ասում են պատերազմը կիլ զոնա այսօր։ Նախ եւ առաջ պետք է գաղափարի շուրջ համախմբվել եւ հայկական մշակույթի, եթե խոսքը հայերի մասին է, ասենք մենք տեսնում ենք բուն Հայաստանը ոնց է մշակույթը, ես մշակույթ ասելու հասկանում եմ ամեն ինչ, էլի, հայկական ինքնությունը ձևավորող այդ ատրիբուտները, ոչնչացումը, ասենք պարոն Սարգսյանը, որ ճիշտ օրինակներ բերեց, ասենք, եթե վերցնենք այդ շերտերը, որը արեստական, ես կասեի, առաջացած շերտեր են, էլի, մեկը տալիս էին զինվորներին գյուղացի մարդակամ, չգիտեմ, հայ սուղ ապրող մարդ, որը հասկանալով, որ իր պաշտպանության համար իր տղան պետքա ծառայի ուղարկում է այնտեղ զինվորություն անելու վատ պայմաններում, իսկ օլիգարխ կամ չգիտեմ օլիգարխատիպ այդ անձնավորությունների երեխեքը մեծ մասը չեն ծառայել, վերցրեք այսօրվա իշխանություններից, տոտալ ոչ մեկը չի ծառայել, պատկերացնում եք, դրանց հնարավոր չի միավորել եւ դրանք նույն մշակույթը չեն արդեն, այդ պատահական ուղղակի հենց նույն լեզվով ինչ որ խոսում են։ Ես հավատում եմ, որ որոշ ճնշումներ պետք է լինի, որպեսզի բանը մշակույթը ասենք կամ գիտությունը հենց որ թողեցիր երեխան ինքը իրան չի զբաղվելու, պետք է խիստ պատասխանատվություն հարցեր մտցնել, կարգապահություն եւ այլ, որպեսզի հնարավոր լինի այդ ուժեղ մեծ միավորումը, որ ասենք գաղափարի շուրջ պետք է լինի։ Այսօրվա սպառողական հասարակությունը մենք տեսանք ինչ եղավ վերջին հաշվով։ Տեսեք, բանը վարչապետը գնում է Աբու Դաբի, ստանում է մի շքանշա մրցանակ, որը բացահայտ դավաճանության մրցանակ է։ Պատկերացնում եք, ես չեմ պատկերացնում, ասենք 15 թվականին, որ այս վիճակում ենք եղել, 18 արդեն թվականին Նեմեսիս է ստեղծվել, որը բոլորին պատժել է։ Եվ այդ բանը կար առաջի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, դրա համար ասենք մի կարամ ասեմ Պոլյանիչկո եւ մնացած սրիկաներին դաժան պատիժ հասավ, բայց հետո դա կանգնացվեց, ներսից կանգնացվեց,
այն սրիկաները, որ բազմեցին ստե իշխանության, լծակները վերցեցին, նրանց միջոցով շատ էֆեկտիվ կարողացան պայքարել։ Այդ որ դուք ասում եք ընդդիմություն բան, այդ իմ մոտ մի փոքր ժպիտ առաջացնում, ինչ ընդդիմության մասին է։ ԲՀԿ, ՀՀԿ, Մայր հայրենիք, չգիտեմ, Քոչարյանա մերձ, բանը Սերժ Սարգսյանա մերձ, Ծառուկյանա մերձ, դրանք բոլորը նույն ուժի ենթակա այսպես քաղաքական խմբավորումներ են եւ դրանք են բերել այսօրվա իշխանությունը ՀՀԿ-ն Սերժ Սարգսյան, ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյան, հիմա ընդդիմություն են հանդիսանում, այդ ո՞նց։ Հա, Քոչարյանն էլ հետները Լևոն Տեր-Պետրոսյանն էլ նրանց գլխին։ Հիմի հասարակությունը պետք է սպառողական բանից հեռանա, հասկանա, որ ինքը եթե ուզում է անվտանգ լինի իր երեխան, իր ընտանիքը, բարեկիրթ, հայեցի, ընկերային եւ ընկերական, հասարակական այդ բոլոր բաները, լավ երաժշտություն, բանը, մաքուր էկոլոգիա եւ այլն, դրա համար պետք է մշակույթ առաջնային լինի եւ պարտադիր պետք է այդ մշակույթին ենթարկվեն։ Եթե ասենք ես մտնում եմ հասարակական տրանսպորտ կամ խանութ եւ լսում եմ վայրի վերում ինչ որ երաժշտություն, այդ ելևեժներ, այդ վիբրացիաների բանը խախտում է, ասենք, դա պետք է արգելվի ուղղակի։ Կամ եթե ես տեսնում եմ հասարակական վայրերում խոսակցություններ, որ հայեցի խոսակցություն չի, հայկական բառամթերք չի եւ այլն, դա պետք է արգելվի, պատիժներ պետք է, ոնց կարող է, ասենք, չկրթված մարդը լինել, ասենք, բարձր տեխնոլոգիաների նախարար կամ լինել ենթադրել կրթություն չունեցող պաշտպանության նախարար կամ այդ որտեղ եք տեսել, դա կոչմա բան ռուսերը ասում են վրեդительство կամ ինչ հայերեն վնասարարություն, հա այդ ձևերը ոնց պետք է մենք մեր բանը պահպանենք, մեր այս պրոֆեսիոնալիզմ եւ մշակույթ։ Եթե պրոֆեսիոնալիզմը լի մշակույթը չլինի, ասենք եթե ինքը պրոֆեսիոնալ է, բայց հայ մշակույթը իրան խորհուրդ է դասա, մեր հետ գործ չունի դա տես։ Հայոց մշակույթի все-таки ինդուստրիա պետք է լինի, որպեսզի այսօրվա աշխարհում մրցակցի։ Եվ ամենակարևորը անվտանգային, ասում եք դուք ինչ անենք։ Բանը, ասենք այն ուժը, որ գալու է իշխանության, պետք է գերխնդիրներ դնի, էներգետիկա, որ շատ կարևոր է բանը հայկական պետականության համար, ասենք նույն ատոմային էներգիան, որ համարել է արխի կարևոր, ասենք ակնհայտորեն, որ ատոմային էներգետիկան մեր առանցքային հարցերից է, որը ես տեսնում եմ այսօրվա իշխանությունները ուզում է այս փակել տա վերջացնի եւ այն, որտեղ դրսի թելադրանք կա, այսինքն պետք է ստեղծել բան հզոր նոր ատոմակայան, ընդ որում մենք պետք է ոնց որ Սովետ միության ժամանակ լծված ենք այդ գործին ինժեներական հարցերով, գիտական եւ այլն եւ կարանք դա անենք։ Երկրորդը, ասենք ներսի ինտեգրում, ասենք հյուսիս-հարավ մենք ըստ էության բացի քիչ թե շատ ճանապարհներից ավտոմոբիլային չունենք, երկաթգիծ, այդ հերիք է ռուսական երկաթգծերը ոչ մի բան չեն արել 1500 քանի գծամետր այդ երկաթգծից 500 կիլոմետր ուղղակի քանդել վաճառել չեմ ասում ինչ վիճակում է պետք է ստեղծել սա չեմ ասում ես ոչ հակառուս եմ ոչ հակա ամերիկացի ոչ լևան մեզ պետք է ասենք հյուսիս հարավ երկաթուղի որ ուժնա որ հիմնավորում է եւ կարա ես ծրագիրը մոտս կա պատրաստեմ սա տնելու տալու տնորենու տնորիներու ջրերի կառավարում որ արխի կարևոր հարց է եւ նոր տիպի գյուղատնտեսություն էկոլոգիա եւ հոգեվոր էկոլոգիա այս խնդիրները որ ուժնա ի վիճակ ոչ թե ասենք ես լսում եմ մի երիտասարդ որը մի հանդես է գալի չեմ ուզում ուժը նշեմ որ բան չլինի էլի ուղղակի ծիծաղելի բաներ ասում է դե պիցայի տեղերը կշատացնենք կամ սեքսի նախարարություն կստեղծենք բան այդ տղայան սեքսի նախարարություն ստեղծելու համար այնա գնա Ադրբեջան
Անենց արա որ այդ նախարարությունը էլ ծնունդ չտա էլի, որտեղ բռակը այդ տիպի որ ստեղծում են, որը ինքնություն չունի, հասկանում եք ադրբեջանցի որ խոսում են, դա ինքնություն չունեցող ինչ որ էթնիկ կազմավորում է, արհեստական ստեղծված, հա, դա էլ մեծ խնդիր է, որ մենք ասենք պետք է կասպիական արևմուտքը առանց գենոցիդների, որոնք իրենք արեցին Արցախում, Դաշտային Ղարաբաղում, Նախճեվանում, հիմի անունը հայերենով վրեն գրած, բոլոր հաստատություններով, խորհրդային միության սահմանադրությամբ եւ այլն, հայերին ոչնչացրեցին մեջը։ Այո, հիմի ասենք ես ինձ հասել է տեղեկություն, թե գախնի պայմանավորվածություն ստորագրություններ ընդ որ Հայաստանի այսօրվա իշխանությունները դեմ չի որպեսզի լուծարվի եւ դառնա ունիտար, արդեն հանված է այդ բոլոր բաները։ Միացյալ Արաբական Էմիրություններում մենք էլ ունենք այդ ինֆորմացիա, որ դա ծիծաղ առաջարկում կա հիմնարար։ Ես կխնդրեմ ավելի մանրամասն այդ կետի վրա ինֆորմացիան որն է։ Մենք արաբական աղբյուրներից ունենք ինֆորմացիա, որ Նախիջևանի հարցը ամբողջովին էս հրաժարվելու հարցը քննարկվել է եւ դատարկ թղթի տակ արդեն ստորագրված է, հա։ Այսինքն որպեսզի Հայաստանը ընդհանրապես այդ Նախիջևանից հրաժարվում է։ Եվ զարմանալին է նա ռուսներն էլ ջուրները բերանները առաջ չեն խոսում, հայ ընկերներ, դուք եք դա բանը այդ կողմերից մեկը։ Այսօր աշխարհն է մի քիչ փոխվել, Աշոտ ջան։ Հա, դե աշխարհը փոխվել է։ Այլևս խոսալը անհրաժեշտ չի։ Պետք է ուղղակի, եթե ի վիճակի ես, ուժով անել։ Այո։ Ու վերջացավ գնաց։ Չկա էլ օրենք։ Այսինքն ինչ օրենքի մասին է խոսքը։ Եթե ասում ենք որ միջուկային զենքերի սահմանափակման վերջին օրենքը այսօր վերջանում է։ Այսօր վերջանում։ Էլ չկա, վերահսկողության ոչ մի տարբերակ գոյություն չունի։ Ինչի՞, որովհետև հարցեր լուծելու տարբերակը այլևս բանակցությունները չեն։ Այո։ Հակառակի նման։ Ունես այդ ուժը։ Գնում լուծում ես հարցերը։ Դա նշանակում է, որ այսօրվա օրակարգը իշխանությունների բացարձակ կեղծ օրակարգ է, եթե չասեմ վտանգավոր եւ հակահայկական, որտեղ հասարակական մոբիլիզացիան հասարակության օրակարգ։ Նրանք ասեն տանում են դեպի հասարակության ուժը, տեսեք, հա, հիմա Պաստորեն պարոն Սարգսյանը երբ որ ասում է որ միասնություն չի կարող լինել, հա, աուտենտիկ միասնություն մարդը մարդու նման չի։ Մենք նույնիսկ նույն ձվաբջջից եղած երեխեքը ճշգրիտ իրար կրկնում են, բայց նույնը չեն։ Դա հնարավոր չի որ ասես կձուլես կդառնա ինչ որ մի բան, որը հենց մի մոնիտար մի բանկ ստանանք, չէ, այդպես չի լինելու։ Այսինքն դա լինելու է միասնություն մեր նախնիած պատկերացմամբ, որ մենք գործում ենք ընդհանուր օրենքների դաշտում եւ այդ մթնոլորտը, որ դու նկարագրեցիր, այսինքն որ այդ մթնոլորտը, որը տարբեր կոմպոնենտների պայմաններում սպասարկում է ներսում գոյություն ունեցող ժողովրդի անվիճելի առավելությունների դրսևորումը բոլոր հարթությունների վրա, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն հասարակության համար։ 50 դրամ էժան դիզելի շուրջը, դեպի մեկ ինչ համախմբում է կամ բենզինի։ Հա, չէ, տենց շահերը եթե շոշափես, բան դա ինչ է, հիմա այսօրվա ալգորիթմները եթե նայես, ասենք քարոզչության այդ խոսույթ, որ մեր մոտ ասում ենք, հա ինչ ասեք կարող է պարտադրվի, էլի, օրինակ Ամերիկան մոտեցրել է Արմադան Պարսկաստանի ափերին եւ այնտեղ խոսում է որ դե Ամերիկան փորձում է բանակցություններ վարել։ Ախպեր այդ Արմադանը չի գնացել, էլի, եթե փորձում է բանակցություններ վարել։ Էսկալացիայով խնդիր լուծել։ Էսկալացիայից բացի միշտ պահում է իր մտքում, որ ուժային լուծում, հիմա փաստորեն ստացվեց, որ ուժայինը կարող է չստացվի, տարբեր բաներ մեջը մտան, տարբեր հաշիվների դերևս ելան, Իսրայելը պահանջեց, որ չխփես հանգարց, որտեվ ինձ են խփելու, որտեվ Պարսկաստանը շեշտը դնում է, որ քեզ են խփելու, հանգարց չմտածես, որ Ամերիկանից կխփի, ես քեզ չեմ խփի, չէ, քեզ են խփելու։ Հիմա ամերիկյան նավերը 900 կիլոմետր հեռու են քաշել, հերիք չի, Իսրայելի նավերն էլ հետևից կանեն, որ հանկարծ ամերիկյան նավերը չփախնեն, դրանից հետո իրան կարող է խփեն։ Եվ մի պարսկական դրոնի համար F-35 պիտի թռնի, որ այդ ես ուզում դրոն չի էլի ես ուզում շեշտել էլի մեր ղեկավար կազմի ամլությամբ էլի ուրեմն դրոնները դրսովետական միության ժամանակներից
Հայաստանում դրոն եսի նկատում ղեկավարող ինքնաթիռներ, բան այդ մոդելները մեծ էին նրանք, Հայաստան կոմպակտ են, նրանք մեծ էին։ Չէ, բայց կային կոմպակտ էլ կային։ Չէ, առաջ անշանում հլը եղել են, հա։ Կուկուրուզնիկ, դրանից առաջ օթապարիկները Չէ, ես ուզում եմ ասեմ, ստեղ մենք եղել ենք այդ գծով։ Միշտ եղել ենք առաջավորներից մեկը, բայց ինչա դուրս եկե այս պատերազմում, Արցախյան պատերազմում մեզ այս ղեկավարություն տալը հետամնաց ինչ-որ մի տեղ և թուրքերը, ադրբեջանցիները կամ այդ խառնամբոխը, որ ինա ադրբեջանցիա կոչում, անտրոպոցիդի ենթարկված, այդ զանգվածը, Իսրայելի կողմից պատրաստված, Ռուսաստանի կողմից, Թուրքիայի կողմից հարձակվել է մեր կոալիցիոն արշավանքի է դուրս եկել մեր դեմ, Այո այն ուժը, որը որ համարել է, որ ստեղ պիտի իր ուզածով լուծվի։ Ադրբեջանը միավոր չի։ Ադրբեջանը այս շախմատային տախտակի կարող է զինվորել չլի, ես չգիտեմ ինչա։ Թուրքիան զինվոր կարող լինի, ասենք, չգիտեմ, ֆիգուրա էլ կարող լինի, բայց թեթև ֆիգուրա։ Նա էլ մի բան չի։ Դրանք բոլորը ունեն ինչ-որ շահեր, որոնք սպասարկում են, բայց այդ իրանց հենց շահերը չի։ Իրանց շահերը հաշվի առած դրա մեջ։ Ընդամենը մի մասով։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք այս ամեն ինչից, մեր ժողովրդին թվում է, որ ադրբեջանցիք եկան մեզ հաղթեցին։ Ադրբեջանցիք, եթե երկնք բարձրանային, իշնեին ջրի հատակը, իրանք հայերին հաղթողը չէին։ Այդ ես լավ հիշում եմ, էլի այդ Հյուսային Կովկասի Շամիլ Բասաևը, որ գրել էր, որ Իզվեստիայի հռչակավոր հոդվածներ, էլի ասում է, երբ որ մենք կռվում էինք, ասում է, դե Շուշիի հատվածում էի, կռվում էինք, հարաբերական էր կռիվը, պարբերաբար նահանջել ենք մինչև Շուշի, հա, հայերը ավելի համոզված էին, ադրբեջանցիների խնդիրը բավական բարդ էր, բայց երբ որ եկավ պահը, հայերը ոտքի կանգնեցին դիրքերից, ու եկան մեր վրա սվինամարտի, ու իմ կողքի թուրքերը բոլորը փախան մնացի ես էլ փախա, ու ես մի բան հասկացա, որ հայերը լեռնականներ են, ու նրանց այս ազերիները հաղթողը չեն։ Այո, բայց ցավոք սրտի։ Բայց ստացվեց այնպես, որ բայց ամբողջ խնդիրը նա է, որ մեզ պարտադրել են ուրիշ ձևի պատերազմ ներսից։ Մեր ինքնությունը ոչնչացնել եւ այլ եւ այն պահը, որ պետք է որոշումներ կայացնել, տարրական որոշումներ, հենց այս պատերազմի այդ որոշումները չի կայացվել եւ դա է պարտության հիմնական պատճառը։ Ես կասեի կայացվել է, բայց ոչ իօքուտ մեզ։ Այո, կամ տես։ Տիգրան ջան, եթե դու ընտրում ես չարիած փոքրագույնը, այսինքն նեգատիվ ընտրություն ես անում, վատերի մեջ պակաս վատին ես ընտրում, դու կործանվելու ես։ Դու արդեն մի անգամ այդ ընտրությունն արել ես։ Երկրորդի հնարավորությունը մեր ժողովրդին պետք է հասնի գիտակցականին, որ չի կարա տենց բան լինի։ Ոչ անցյալից կարա լինի, ոչ ներկայից կարա լինի։ Դա պետք է լինի ապագան միտված, ապագան հասկացող, ոչ չարիած փոքրագույնին։ Ամբողջ խնդիրը տանձերը չեն, ծրագրերը չեն, համակարգն է, հա, ոնց է այս համակարգը 4 անգամ ժողովուրդը չէր կարա սխալվեր կամ 4 ղեկավար վատը չէր կարա լինել։ Բայց այս համակարգը, որ ստեղծված է, նույն այդ համակարգը, որ այսօր Էփշտեյնի ֆայլերն է, դրանից Էփշտեյնից առաջ WikiLeaks-ն էր, մի խոսքով, այս համակարգը, որ սենց ստեղծված է, ու դա լինելու է վարակից, սկսելու է էլի Հայաստանից, որ այս համակարգը փոխվի, այդ ժամանակ մենք կհասնենք հաջողության, թե չէ ով էլ նստի այս համակարգին, դե ասում եմ ես միշտ ռուսական սովետական մուլտֆիլմ օրինակ եմ բերում, որ հրեշին գնում են սպանեն, իրանք ինքը դառնում է հրեշ։ Ես գամ, դուք գաք, մենք այդ հրեշն ենք դառնալու, այս ժողովրդի գլխին, եթե համակարգը չփոխենք։ Ես միշտ շատ սիրել եմ այդ Կոնֆուցիուսի խոսքն է, էլի։ Ասում է ճիշտ է, որ այնտեղ որտեղ գոյություն ունի իշխանություն եւ փող, պետք է որոնել արատ։ Ասում այո, դուք ճիշտ եք։ Միշտ դա արատավորում է։ Բայց ոչ այն դեպքում, երբ որ իշխանություն եւ փող ունեցողը ունի ներքին ճշմարտացիություն։ Եթե իր ներսում ինքը հարստություն ունի, ոչ այդ հարստությունը, ոչ գոյություն ունեցող իշխանությունը, նրան չեն տանի այն ճանապարհին, որ ինստիտուտներն օգտագործես ի վնաս ինչ որ մարդկանց եւ ի օգուտ քո իշխանության։ Այդպես բան չի լինի։